Այսօր որոշ ուժեր փորձում են մեզ համոզել, թե Հայաստանի անվտանգության գլխավոր հենարանը, այսպես կոչված երաշխավորը Ռուսաստանն է, բայց եկեք առաջնորդվենք փաստերով։ 2022 թվականի փետրվարի 22-ին Պուտինը եւ Ալիևը ստորագրեցին ռազմավարական համապարփակ դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր։ Այդ փաստաթղթի 40 կետերից եւ ոչ մեկը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին, այնտեղ խաղաղության պահպանմանը կամ հայ բնակչության անվտանգությանը։ Սա արդեն ինքնին շատ հստակ քաղաքական ուղերձ էր, իսկ դրանից ընդամենը 1 ամիս անց մենք տեսանք դրա գործնական հետևանքը, երբ Փարուխ գյուղը եւ Քարագլուխ բարձունքը ռուս խաղաղապահների ձեռքով ուղակի հանձնվեց Ադրբեջանի վերահսկողությանը։ Այսինքն տեղի ունեցավ այն, ինչի մասին փաստերն արդեն զգուշացնում էին, երբ մի պետություն քո կենսական հարցը չի ներառում իր դաշնակցային օրակարգում, նշանակում է այդ հարցը նրա համար առաջնահերթություն չէ։ Այսօր առավել վտանգավոր է այն քաղաքական խաբեությունը, երբ Հայաստանի դեմ աշխատած իրողությունները փորձում են ներկայացնել որպես հայրենասիրության դրսևորում։ Իրական հայրենասիրությունը չափվում է ոչ թե հնչեցվող ամպագորգոր կարգախոսներով, այլ պետության ինքնիշխանությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը պաշտպանելու պատրաստակամությամբ։ Իսկ այն ուժերի արդարացումը, որոնց քաղաքականությունը հանգեցրել է հայկական շահերի թուլացմանը, հայրենասիրություն չէ, դա քաղաքական, բարոյական պատասխանատվությունից խուսափելու փորձ է։ Այդ պատճառով Հայաստանում իշխանության չի կարող գալ որևէ ուժ, որն արդարացնում է ռուս-ադրբեջանական հակահայ քաղաքական համադրությունը, ով գնում է այդ ճանապարհով, վտանգում է մեր պետության ապագան։ Այս ընտրության առաջ այսօր կանգնած է ամբողջ հասարակությունը։ Եկել է ժամանակը մերժելու կախվածությունը, կոտրելու կեղծ պատրանքները եւ ընտրելու ինքնիշխան, անվտանգ եւ արժանապատիվ Հայաստանը։